Հանրապետականը պատրաստում այդ գործընթացը փողոցային, մենակ ինքնի ուսերի մեջ, թե ինչ-որ մեկ այդ գործընթացը, որտեղ հիշում եք, չէ, ինչ պայմաններ էին ավելի վաղ քաշում, որ փողոց լինի, այդ փողոցը դուք պիտի ապահովեք եւ այլն, ի վերջո բայց ստորագրեցին ամեն դեպքում։ Ինչը այնպես չընթացավ եւ ինչու ինքնին հիմա տեսնում եք փոխհրաժեշտությունը մասնավորապես հայ Աշոտյանի, Արման Վարդանյանի վերջին բաների հետ կապված եւ դուք մենակ կանեք, ինչ-որ մեկը պիտի փողոցը մարտվեի ու կտեք գործընթացը։ Տորին հարգանքով։ Կարծում եմ այս տարիների ընթացքում հանրապետականը ապացուցել է, որ մենք մեր պարտքը պատվով կատարում ենք, այդ թվում նաև, եթե չասեմ առաջին հերթին, նաև փողոցային պայքարի ժամանակ։ Մենք երբեք չենք սպասում, որ ինչ-որ մեկը սկսի ինչ-որ բան անել։ Մենք մեր պարտքը, մեր առաքելությունը կարծում եմ պատվով անում ենք, մոտավորապես տենց 300% մեր հնարավորությունները։ Հիմա ավելի կոնկրետ ձեր հարցերի վերաբերյալ։ Առկա իրավիճակը իմպիչմենտի գործընթացի, թե մեզ բոլորիս, իհարկե եւ տեխնացուին, Դավիթին եւ գործադիր մարմնին եւ մեր կուսակցականներին մի բանով չի գոհացնում, այն չի իրականացվել։ Չի կարող մեզ գոհացնել իմպիչմենտը, եթե դեռևս պրայմ մինիստրային կայքում Նիկոլ Փաշինյանի դեմքն է փակցված։ Հերթով, խնդրում եմ, հերթով։ Դուք նշեցիք փոխհրաձգություն, տարբեր գործընթացներ, որոնք տեղի են ունեցել եւ այլն, եթե նկատեցիք հայտարարության մեջ այդ ամենը արտացոլված չի։ Կարծում եմ, որ մենք առավել քան ամբիցիաներից վեր եւ նախորդիվ տեղի ունեցածների հետ կապված նոր պատմություններ չմեկնարկող առաջարկ ենք արել։ Մենք ասում ենք, եկեք բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի։ Գուցե լինեն մարդիկ, ովքեր ասեն, գիտեք ինչ, այս տեխնացուի պարագայում արդյունքը ավելի լավը կլինի։ Քննարկենք։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն տեխնացուի հետ խնդիր չկա, եկեք այսպես անենք։ Խնդիր չկա, եկեք քննարկենք։ Ու այսպես շարունակական։ Ես ասացի, մենք այդ քննարկումներին նստելու ենք մեկ օրակարգով, իշխանափոխություն, ուրիշ օրակարգ մենք այդ քննարկումների ժամանակ չունենք։ Ինչ վերաբերվում էր մի հարցել կար։ Շնորհակալություն։ Ես մի քանի անգամ եմ ասել այդ հարցի պատասխանը, թեպետ տարբեր գործընթացներ ընթացել են, ընթանում են եւ ընթանալու են, բայց այնուամենայնիվ առանց փողոցային ճնշման այդ բանակցությունները շատ բարդ են ընթանալու։ Մենք սովոր ենք բանակցել, ես դրան էլ դա էլի եմ ասել, ուժի դիրքից։ Իսկ ուժ մեզ կարող են տալ միայն մեր քաղաքացիները։ Անդրադառնալով փողոցային պայքարը, թե ինչպես ենք մենք պատկերացնում, դուք ասացիք, եթե հանկարծ այնպես ստացվի, որ Հայաստանի ընդդիմադիր մյուս ուժերը չուզենան փողոցային պայքար կամ չուզենան իմպիչմենտ։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Մենք արել ենք, անում ենք եւ շարունակելու ենք անել։ Բայց ակնհայտ է, չէ, որ այս ռեսուրսով կարելի է անել այսքան, բայց երբ այդ ռեսուրսը միավորվում է եւ մեծանում, հնարավորությունները շատ ավելի շատ են։ Ուստի մենք ինչ որ կարող ենք անել, ինչը մեր ռեսուրսները ենթադրում է, դրա 300%-ով, ինչպես եւ առաջ, շարունակելու ենք իրականացնել։ Այս process-ի նպատակն է ավելացնել հնարավորությունները, ավելացնել ռեսուրսները ու հասնել արդյունքի։ Շատ եմ խնդրում, բացարձակ ձեզ նկատի ունեմ։ Շատ եմ խնդրում բոլոր դավադրապաշտությունների, խորը գոյություն չունեցող իմաստներ որոնողներին չկա։ Այստեղ այդպիսի թաքնված օրակարգ չկա։ Այստեղ կա մի օրակարգ, մի առաջարկ։ Եկեք անենք իշխանափոխություն։ Այն, ինչ մենք բոլորս անխտիր խոստացել ենք։ Հանրապետականը իր խոսքին եւ իր խոստմանը տեր է։